Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Արթուր Օսիպյանի հեռախոսն անհասկանալի ձևով անհետացել է, սոցցանցի էջերն էլ ջնջվել, փաստաբանը մանրամասներ է հայտնել։ Մոսկվան սպասում է արագ որոշումների, ինչ է հայտարարել Օվերչուկը։ Ինչու չեք զոհվել նախընտրական փուլի հերոսն ու հակահերոսը։ 5 քաղաքական տեխնոլոգիաներն այլևս չեն աշխատում, իսկ հանրային տրամադրությունները փոխվել են, ինչ նոր սցենարների կարող է դիմել Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու համար։ Լոռին կարկուտի տակ, ով է պատասխանատու գյուղացու վնասների համար եւ ինչու չեն աշխատել հակակարկտային համակարգերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ուժը կորցրած են ճանաչել պատգամավորի 18 թեկնածուների գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության, Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոն կուսակցության, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 18 թեկնածու։ Իսկ մայիսի 18-ին ձերբակալված արցախցի հասարակական քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի շուրջ կատարվող իրավական գործընթացի մասին մանրամասներ է հայտնել փաստաբան Ռոման Երիցյանը։ Քրեական վարույթն ուղարկել են քննչական վարչության ծանր հանցագործության քննության բաժին։ Ձերբակալվածների պահման վայր չեն ուղարկել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։ Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ ջնջվել։ Փաստաբանի խոսքով քննչական գործողությունները շատ արագ են իրականացվում, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին։ Քաղաքացիական պայմանագրի օրն այսօր էլ առանց միջադեպի չի անցել։ Երեկ Փաշինյանը վիճում էր անհետ կորածի քրոջ հետ, այսօր կոչ է արել անտեսել Ազատի կացարանում զոհվածի պապիկին, որը պատասխան էր պահանջում հրդեհի դեպքի համար։ Փաշինյանը չի հավատում, որ կան մարդիկ, որոնք դեմ են իրեն ու կարծում է, թե այրված զինվորի պապիկին փող են տվել, որ գա։ Նա ոստիկաններին հրահանգել է հավաքի վայրից հեռացնել տարեց մարդուն։ Փաշինյանի թիկնապահները փակել են զոհվածի պապիկի բերանն ու հեռացրել։ Նիկոլ վարչապետ, Ես քո տերորիստ է։ Տերորիստ եմ ես։ Չէ, արի։ Հովեցի։ Ամեն բանեցի։ Հարիկ ջան, ձեզ ուր են տանում։ Տեսավորված է։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր է տանում։ Ով եք դուք տղեկ։ Ինչի եք տանում։ Ես իմ պահանջն եմ տնում։ Ինչ եք Իմ երեխու տարեց վառեց ազատ յուղում։ Ախպեր ես իմ երեխու 10 տարի պահեցի, ճամպեցի պալակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն կար։ Ինքը վառեց, թե իրը բախտի վառեցի, ազատ յուղում զինվորական կացարանում։ Սպիտակում քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ժամանակ պապիկին տարածքից հեռացրած քաղաքացիական հագուստով տղամարդը Վանաձորի ոստիկաններից է։ ABC մեդիայի սպիտակի աղբյուրների փոխանցմամբ նրա անունը Վազգեն Հարությունյան է։ Կադրերում ևս երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը սպիտակի հրապարակից հեռացնում պապիկին գործընկերոջ հետ միասին։ Իրավական պետության ամենակարևոր հենասյուներից մեկը անկախ
Ներողություն, անկախ դատական համակարգն է, բայց երբ հանրային ու քաղաքական դաշտում ավելի հաճախ սկսում են խոսել ոչ թե դատարանների, այլ մեկ կենտրոնից կառավարվող արդարադատության մասին, առաջանում է գլխավոր հարցը. ով է իրականում որոշում մեղավորին ու անմեղին Հայաստանում։ Փորձագետներն ահազանգ են հնչեցնում, երբ քաղաքական իշխանությունը սկսում է ազդել իրավապահների, դատավորների կամ քննության ընթացքի վրա, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն արդար դատաքննության սկզբունքը, այլև ամբողջ պետական համակարգի վստահելիությունը։ Ինչ վիճակում է այսօր Հայաստանի դատաիրավական համակարգը, դատարաններն ու ուժային կառույցները շարունակում են արդյոք անկախ գործել, թե վերածվել են քաղաքական կամքի գործիքների, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն եղավ։ Ըստ մասնագետի, երկարատև հիվանդությունից հետո մահացավ այս համակարգը, սպանողը գործող իշխանությունն է։ Հայաստան ունի մեկ դատավոր, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Հայաստանն ունի մեկ դատախազ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Հայաստանը ունի մեկ քաղաքական գործիչ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Ուրիշ ոչ մեկին նա չի թողնում քաղաքականությամբ զբաղվել։ Հայաստանը փաստացի ունի մեկ դահիճ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Դատարաններն ու ուժային կառույցները ըստ իրավապաշտպանի այսօր կախված են մեկ մարդու կամքից եւ սպասարկում են նույն այդ մարդու քաղաքական ցանկությունները։ Այս պայմաններում անկախ դատաիրավական համակարգի մասին խոսելը նրա խոսքով պարզապես ծիծաղելի է։ Այս ամենը փաստ ու հետևանքն է նրա, որ մենք ունենք խտրական հնձովի արդարադատություն, որ այսքան ժամանակ այս ողջ բռնաճնշումները գնալով, որ ավելի ահագնացող թափ են ստանում, հատկապես հիմա այս օրերին, մենք վաղուց էինք արձանագրել, վաղուց էինք նշել, որ այսպիսի բան է լինելու, որովհետև մենք ականատես ենք եղել եւ նախկին ընտրությունների ժամանակ նմանատիպ դեպքերի, քրեական գործեր կան, որ մինչեւ հիմա շարունակվում են, կամ մարդիկ հանիրավի կանոնավորվեցին եւ հետո պարզվեց, որ այդ քրեական գործերը բոլորը շինծու են։ Սողոմոնյանը պնդում է սեփական ձախողումներն ու հնարավոր հանցագործությունները քողարկելու համար իշխանությունները հողին են հավասարեցրել դատարանների, քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների հեղինակությունը։ Նրա խոսքով այս գործընթացից անմասն չի մնացել նաեւ ազգային անվտանգության ծառայությունը։ Ինքը օգտագործելով իր վարչական լծակը, իր ազդեցությունը, ստանում է տեղեկություններ, որոնք որ ինքը իրավասու չէ ստանալու։ Ինքը միջամտում է քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի բոլոր համակարգերի, դատախազության աշխատանքներին, դատարանների վրա ճնշում է բանեցնում։ Դատավճիռ կայացնողը Փաշինյանն է, ասում է Հարությունյանը, հիշեցնելով Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքը։ Նրա խոսքով ողբերգությունից ժամեր անց Փաշինյանը հրապարակայնորեն ներկայացրեց սեփական վարկածը, որը հետագայում դարձավ քրեական գործի հիմնական ուղղությունը։ Եթե մենք հիշենք ողբերգական դեպքը 15 զինծառայողների հրդեհի, այդ նույն դեպքի ժամանակ դեռևս չանցած մի քանի ժամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ եւ կարծես թե գաղափար դրեց եւ քննչական հետողությամբ ուզած գնաց։ Սակայն սա ըստ իրավապաշտպանի առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է մեղադրանքներ նախքան քննության ավարտը։ Ամենաթարմ օրինակը երեկվա դեպքն էր։ Սոցիալական ցանցերում դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ տարածվելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն Փաշինյանը, չսպասելով քննության արդյունքներին, հրապարակային մեղավորներ նշանակեց։ Նրա հայտարարություններից հետո նույնաբովանդակ գրառումներով հանդես եկան նաև իշխանական պատգամավորները։ Դիմադրություն շարժման ժամանակ էլի մարդիկ կանոնավորվեցին եւ հիմա այս ողջ մթնոլորտը տանում է նրան, որ վախի մթնոլորտ առաջացնեն, այս գործիքակազմը իրենք ունեն եւ ցավոք սրտի ներկայիս վարչախմբին պասարկող է դարձել իրավապահ համակարգը։ Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, թե բացահայտել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, մինչ օրս նա այդ գործով մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, այն դեպքում, երբ դատարանի վերջնական վճիռ այդպես էլ չկա։ Նույն պատկերն էր նաև Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների ձերբակալություններից հետո քրեական գործը դեռ դատարան չէր հասել, սակայն իշխանական շրջանակներում արդեն հնչում էին մեղադրական հայտարարություններ եւ հրապարակվում դատավճռի տպավորություն ստեղծող գրառումներ։ Եթե ոստիկանական ողջ ներուժը դրված է նրան ուղեկցելու, պակետից բեկետ եւ պաշտպանելու եւ մարդկանց ճնշելու,
ապա քննչական ու դատահարություններ լծված են ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ վարույթներ նախաձեռնելու։ Վերջում իրավապաշտպանը շեշտում է, երբ երկրի ղեկավարն է որոշում ով է մեղավորն ու ով անմեղը, դատարանները վերածվում են ձևական կառույցների։ Իսկ եթե արդարադատությունը կախված է ոչ թե օրենքից, այլ քաղաքական կամքից, ապա նրա խոսքով վտանգված է ոչ միայն դատաիրավական համակարգը, այլև պետության հիմքը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Հայաստանի նախընտրական մթնոլորտը գնալով ավելի է հեռանում դասական քաղաքական բանավեճերից։ Ծրագրերի ու գաղափարների փոխարեն օրակարգում հաճախ հայտնվում են աղմկահարույց տեսանյութեր, փոխադարձ մեղադրանքներ, էմոցիոնալ հայտարարություններ եւ հասարակության ներսում նոր բաժանարար գծեր ստեղծող թեմաներ։ Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները կարծում են, սա պատահական գործընթաց չէ, երբ իշխանությունը զգում է, որ նախկին ազդեցության մեխանիզմներն այլևս նույն արդյունավետությունը չունեն, քաղաքական պայքարը տեղափոխվում է ավելի կոշտ ու զգայական դաշտ։ Իսկ որքան մոտենում է ընտրության օրը, այնքան ընդգծվում է հետևյալ հարցը. մինչև ուր կարող է հասնել այս ներքաղաքական լարվածությունը եւ ինչքան հեռու կարող է գնալ իշխանությունը։ Գետինը մտնել մարդը իմ համար եմ ասում, ով մի վարքյան կմտածի իր ընտանիքի անվտանգության մասին, գնալու ենք միջև վեր։ Ով որ մտածում է, որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է այս հայտարարությունը անում։ Չի խնայելու ոչինչ, անգամ իր ընտանիքի անդամներին։ Ինչ նկատի ունի։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով Փաշինյանը վերարտադրվելու համար է պատրաստ ամեն քայլի։ Ես վստահ եմ, որ իրեն ներկայացնում են սոցիոլոգիական տվյալներ եւ ինքը իրավիճակը լավ պատկերացնում է։ Եվ այս հիսτερիաները, որը ինքը անում է, պետք է ենթադրել, որ հասկանում է վերարտադրվելու հնարավորություն չունի։ Եվ այո, երբ որ մենք տեսնում ենք երկրում ինչ մթնոլորտ է տիրում, ապա ամեն օր իր հնարավոր ռեյտինգը իջնում է։ Այդ առումով առաջանում է հարց, եթե ինքը չի կարող վերընտրվել եւ ինքը ամեն ինչի ընդունակ անձնավորություն է, ապա ինչ երկրորդ սցենար է ինքը պատրաստվում։ Ինչու երկրորդ սցենար, որովհետև Փաշինյանի ծրագրած սցենարները քարոզարշավի առաջին շաբաթը ցույց տվեցին, որ տապալվել են, նշում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ու հիշեցնում. Փաշինյանը փորձեց հիմնական մրցակիցներին պատերազմ հրահրողներ ներկայացնել, բայց չստացվեց։ Ինքը այնքան խոսած այդ թեմայի մասին, որ մարդիկ ուղղակի հոգնեցին։ Սա մեկ, սա արդեն տեսանել է եւ երկրորդ, իրեն չհաջողվեց ներկայացնել ընդդիմադիր ուժերին որպես պատերազմի կուսակցություն, որպես փաստարկ չուներ, էլի որ պատերազմը սկսեն, դա չհաջողվեց, դա իր սցենարը տապալվեց, այսինքն խաղաղություն պատերազմ սցենարը իր կողմից տապալվեց։ Փաշինյանը զգում է, մթնոլորտը փոխվել է, իր նկատմամբ ատելություն է առաջացել, որն էլ ջղաձգումների պատճառ է դարձել, կարծում է Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով Փաշինյանի սցենարները սպառված են, մինչդեռ Ստեփան Դանիելյանը թվում է, ինչ կարելի է սպասել ԿՊԱ-կանների առաջնորդից, ինչ տեսնել համացանցում եւ լսել։ Ես կարծում եմ, ինքը պատրաստում է ինչ-որ ուժային լուծումների։ Այսինքն, եթե ինքը վերընտրվելու հնարավորություն չունի, ապա ինքը պետք է փորձի ինչ-որ առումով տապալել այդ ընտրությունները։ Տապալելու համար ուրեմն պետք է երկրում լինի որոշակի մթնոլորտ, փոխադարձ ատելության մթնոլորտ, ինչ-որ ուժային լուծումներ լինեն, այսինքն ինչ-որ սպանություններ, կրակոցներ եւ այլն, եւ դա բերել ընտրությունների օրման եւ որոշ տեղամասերում լինեն կրակոցներ եւ այլն, ես չեմ զարմանա, որ լինեն նույնիսկ սպանություններ եւ առաջերտին թիրախում կլինեն ԿՊ-ի անդամներ, որը իրեն հիմք կտա ընտրությունները համարել անբավեր եւ դրա համար պետք է լինի հատուկ դրություն մտցնել։ Այս փուլում Արցախի բարբառով խոսող դիմակավորված անձանց բեմադրությունը, Ղարաբաղցի հայաստանցի բաժանումը, Փաշինյանի առանձնահատուկ վատ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ պատահական չեն, նշում է քաղաքագետն ու զգուշացնում. յուրաքանչյուր տեսանյութի, ձայնագրության կամ տեքստի կասկածամտորեն պետք է մոտենալ։ Գուցե դա հերթական ծուղակն է։ Կես կատակ, կես լուրջ, շարքը շարունակում է Ռուբեն Մխիթարյանը։
Մոսկով Ղարաբաղցի թատրոնը դեռ ցվետոչկի է։ Շուտով այլ մոլորակայիններն են սպառնալու հիստերիկին։ Էլֆերը առևանգելու փորձ են անելու, ֆիքսիկները մահափորձ են կազմակերպելու, իսկ հնդիկ առաքիչներն էլ թունավորված տապակած սպանախ են առաքելու։ Կոմեդիան նոր է սկսվում։ Փաշինյանը հատուկ փոխադարձ ատելության մթնոլորտ է ստեղծում երկրում, նշում է քաղաքագետը։ Կիրառվող տեխնոլոգիան նոր չէ։ Ընտրությունից առաջ ակտիվացնում է ներքին թշնամուն, հիշում ու մեղադրում նախկիններին, բեմադրում սկանդալային միջադեպեր։ Այս քվեարկությամբ որոշում է ոչ թե ով է լինելու Հայաստանի, ոչ այնքան որոշում է թե ով է լինելու Հայաստանի վարչապետ, այլ արդյոք ՍԵՊ-ը, որը խրված է հարավ-արևելյան Եվրոպայից եւ շարժվում է մինչեւ Չինաստանի արևելք, այդ հարավային Կովկաս կենտրոնական այս ամբողջ տարածաշրջանը ում է պատկանելու, այդ դրա ընտրությունն է։ Այսինքն խաղադրույքը շատ ավելի մեծ է, քան վարչապետի անձ լինելը, եւ երկու կողմերն են, թե հավաքականներում ու թե Ռուսաստանը լավ գիտակցում են։ Իսկ այս մեծ պայքարում ինչ կարևորություն ունի ընտրողը։ Հայաստանի ապագան ընտրողի ձեռքում է։ Եթե այս գործող իշխանության պարտությունը լինի շատ հստակ եւ բոլորը տեսնեն, որ ճնշող մեծամասնությունն այս իշխանության դեմ է, ապա սա մի գրավական կլինի, որպեսզի իր այդ հնարավոր ուժային սցենարը հնարավոր չլինի իրագործել։ Եվ մեր ընտրողները պետք է հասկանան, որ իրենց ձեռքում է Հայաստանում արյունահեղությունը կանգնեցնել։ 19 օր է բաժանում իշխանությանն ու ընդդիմությանը ընտրության օրից։ Սկանդալները, այսպես կոչված մահափորձերի մասին լուրերը, փոխադարձ մեղադրանքները դեռ առջևում են։ Այս աղմուկի մեջ ամենակարևորն այն է, թե հասարակությունը ինչ ընտրություն կանի։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստան դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին։ Ըստ հայտարարության իշխող ուժի մերժող եւ թափառնող հանրային դրսեւորումներին զուգահեռ փորձում են լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։ Դաշինքը Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին եւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններից ակնկալում է համարժեք վերաբերմունք եւ գնահատական։ Խորացող ավտորիտար ռեժիմի որդեգրած հակասահմանադրական եւ քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրության ազատությունն ու մրցակցայնությունը։ Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի եւ այլախոհների նկատմամբ ուժի եւ վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։ Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում, առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու եւ գնահատելու իշխանության որդեգրած հակասահմանադրական ընթացքը։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակում վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, անթաքույց բռնության կոչեր հնչեցրել եւ սպառնացել է քաղաքական մրցակիցներին։ Պատերազմից ու բռնի տեղահանությունից հետո Հայաստանի ներսում ձևավորված ցավն ու անվստահությունը նախընտրական շրջանում նորից գալիս են առաջին պլան։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է ոչ թե ծրագրերի ու լուծումների, այլ հույզերի, մեղավորների փնտրտուքի եւ հասարակության ներսում նոր հակադրություններ ստեղծելու դաշտ։ Վերջին օրերի հայտարարություններն ու աղմուկահարույց տեսանյութերը նորից սրել են առանց այդ էլ ծանր մթնոլորտը։ Փորձագետների կարծիքով, երբ քաղաքական խոսույթում թիրախ են դառնում պատերազմի ու տեղահանության միջով անցած մարդիկ, հասարակության ներսում բաժանարար գծերն ավելի են խորանում, իսկ հանրային դարվածությունը մեծանում։ Ով է նախընտրական փուլի հերոսն ու հակահերոսը, Սեդակ Կյուրեղյանի ռեպորտաժում։ Փախածներ, ինչու եք կենթանի, ինչու չեք զոհվել։ ՔՊ առաջնորդի վերջին օրերի նախընտրական խոսույթն է, խոսույթ ուղղված արցախահայերի դեմ։ Իրեն հերոս է համարում Փաշինյանը, իսկ հակահերոսի կերպարը մեկ անգամ եւս կոտրվել է արցախցիների գլխին։ Գիտեմ անգ դու շտեղես քինամ, շտեղավես քինամ, նորից եմ կերկնամ։ Դրան հետ է դու ամեն մի քայլիդ հետ է դու պատասխան պիտի տաս։ Եթե չաշխատեց արցախցիների հետ, նա այս խնդիրը, այսինքն գեներացումը, վաղը կլինեն պայմանական բժիշկները, կասե այ տեսեք, օրինակ ինչ որ մեկին հիվանդանոցում վատ են, բոլոր բժիշկները մեղավոր են։ Իսկ որտեղից դուրս եկավ հայտնի հոլովակը, մինչ այդ ով էր տեսել կամ ով էր լսել այդ մասին։
Հանրային հեռուստաընկերության էջում դեռ մայիսի 16-ին տեղադրվելու ապաջնջվելու մասին լուրերն ավելի են ամրապնդում վարկածը։ Հոլովակն իշխանական ծագում ունի։ Սա վարկած է, բայց միակը չէ։ Ադրբեջանական որոշ խմբեր բավականին լավ են խոսում Արցախի акցենտով։ Ինչու չենք մտածում, որ դա համագործակցության արդյունք է էլի այս իշխանությունների ադրբեջանական կողմի հետ։ Եվ ի վերջո, որտեղից է աղբյուրը սկսվել։ Մենք բոլորս որտեղից ենք այդ տեսանյութը տեսել կամ լսել այդ մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական էջից, իր խոսքից։ Հոլովակը օրվա սկիզբն էր միայն։ Արաբգիրում Փաշինյանի քարոզարշավը բավականին բուռն անցավ։ Այն մասկեքով, որ Ղարաբաղի акցենտով խոսում է, դրանք փախածներն են, փախածները Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին։ Դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական, ինչ ես կենթանի։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ երկրի ղեկավարը տարակուսում է, որ հայերը ողջ են մնացել 20 թվականի պատերազմից հետո։ Մենք ինչ ենք խոսում, ասում ենք ինչ եք ողջ մնացել։ Իսկն ինքը պրպտումների մեջ է անգնում, որ մարդիկ ողջ են մնացել։ Պատահական չի համարում Աբովյանը։ Միլի մեջլիսից էր 2 օր առաջ տեսակետ հնչել։ Պետք է կոշտացնել հնչող խոսույթները, խիստ լինել ժողովրդի հետ։ Մա հարց եմ ուղղում, այդ հորդորին եք դուք, հա, տենց աչալուրջ, որ ըստ էության ընտրական գործընթացը դարձրել եք նորից հայերի միջև ատելության գեներացման գործընթաց։ Ամեն ինչ Արաբգիրում չի սկսվել ու ավարտվել։ Արցախահայերը ՔՊ-ի թիրախում են դեռ պատերազմի ավարտից եւ Արցախը հանձնելուց հետո։ Ի վերջո սեփական պարտության կենթանի վկայությունն են, պնդում է արցախցի падգամավորը։ Իսկ նախընտրական այս փուլը ավելի է բորբոքել կրքերը։ Տեսնում է իր դավաճանությունը, տեսնում է իր դավաճանության արդյունքը, տեսնում է իր հանցանքի չափը, եթե իհարկե դա հնարավոր է չափել։ Եվ ինքը նորմալ է, որ հանցագործը նման պարագայում սկսում է կատաղել, գազազել։ Հանցագործը, քանի դեռ չի ընդունել իր մեղքը, առաջինն է գոռալու, որ իր մեղքի զոհերն են մեղավորները, ասում է արցախցի падգամավորը։ Իսկ այդ գոռոցների պակասը վերջին օրերին չենք զգում։ Պատերազմից, տեղահանությունից ու քաղաքական ճգնաժամից հետո հասարակության ներսում ձևավորված բաժանարար գծերը շարունակում են արտահայտվել նաև հանրային եւ քաղաքական խոսույթում։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ գործող իշխանությունը արցախցիների վերաբերյալ այս խոսույթն է գցում դաշտ, Բաքուն էլ շարունակում է առաջ տանել հորինված արևմտյան Ադրբեջանի թեզը։ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիկմետ Հաջիևը հայտարարել է, թե Արցախի հարցն արդեն անցյալում է։ 2024 թվականի դրությամբ պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են։ Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի եւ բախման տարածք։ Նա նշել է, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է Հայաստանից արտաքսված 300,000 էթնիկ ադրբեջանցիների տեղավորման խնդրին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, որ Ադրբեջանն անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում։ Նրա խոսքով տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտը եւ բնակավայրերի վերականգնումը նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանում անվտանգության եւ գործակցության համար։ Սակայն երկիրը, որը ձգտում է խաղաղության, ապօրինաբար գերիներ չի պահում իր երկրի բանտերում ու չի դատում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով։ Իրավաբանների միջազգային հանձնաժողովը զեկույց է հրապարակել Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունների վերաբերյալ։ Մեծ անդրադարձ է կատարվել Արցախի ռազմաքաղաքական դատավարություններին։ Զեկույցում շեշտել են, որ Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Զեկույցը հիմնականում հիմնված է պաշտպանության թիմերի եւ կալանավորվածների ընտանիքների վերաբերյալ կազմակերպությունների պատրաստած նյութերի եւ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա։ Դատավարությունները տեղի են ունեցել անկախ միջազգային դիտորդների բացակայության պայմանում։ Սա սահմանափակում է դատավարության ընթացքի վերաբերյալ անկողմնակալ, անկախորեն ստուգված աղբյուրների հասանելիությունը։ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների դատավարությունները տեղի են ունեցել հետհակամարտային միջավայրում, որը բնութագրվում է ազգայնական տրամադրությունների ուժեղ դրսևորումներով եւ դատավորների նկատմամբ թշնամանքով։ Պետության նշանակած փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի ապացույցներին։ Գործի նյութերը կամ չեն տրամադրվել, կամ տրամադրվել են մեղադրյալների համար անհասկանալի լեզվով։ Թարգմանությունը եղել է թերի կամ ընդհանրապես չի եղել։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը նկարագրել են լայն տարածում ունեցող խտրականությունն ու թշնամանքը։
Ռուսաստանի զուգահեռ Մոսկվան սպասում է արագ որոշումների։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է. ավելի լավ կլիներ, որ Հայաստանն արագ որոշում կայացներ։ Դա ավելի արդարացի կլիներ եւ Հայաստանի ԵԱՏՄ դաշնակիցների եւ հենց Հայաստանի համար։ Նրա խոսքով այս անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական մոտեցում ցուցաբերել եւ խոչընդոտում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Օվերչուկը շեշտել է, Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում եւ ընտրությունը հայ ժողովրդինն է։ Կլիմայական ռիսկերը Հայաստանում վաղուց այլևս բացառություն չեն, այլ գյուղատնտեսության ամենամյա իրականություն։ Բայց ամեն կարկուտից հետո նույն հարցն է կրկին առաջ գալիս. պետությունն ունի արդյոք երկարաժամկետ ու համակարգված քաղաքականություն գյուղացու բերքը պաշտպանելու համար։ Տարիներ առաջ մեծ ծախսերով ներդրված հակակարկտային համակարգերի մի մասը այսօր չի գործում։ Մի մասն ապամոնտաժվել է, իսկ պատասխանատու կառույցների միջև դեռ պարզ չէ, ով է իրականում պատասխանատուն կանխարգելման համար։ Այս ընթացքում գյուղացին մնում է միայնակ եղանակի վնասների ու անորոշության դեմ։ Մի կողմում պետության երբեմնի ծրագրերն են ու չավարտված լուծումները, մյուս կողմում ամիսների աշխատանքը, մի քանի րոպեում կորցրած մարդիկ։ Իսկ ամեն նոր կարկուտից հետո ավելի ակնհայտ է դառնում, խնդիրը միայն բնական աղետը չէ, այլ տարիներով կիսատ մնացած գյուղատնտեսական քաղաքականությունը։ Մեր նկարանող խումբը եղել է Լոռիում եւ ուսումնասիրել է խնդրի մանրամասները։ Դիտենք ռեպորտաժը։ Վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել գյուղացիների բերքին։ Լոռիում, Արագածոտնում եւ հարակից բնակավայրերում մարդիկ պատմում են հաշված րոպեների ընթացքում ոչնչացել են այգիները, դաշտերն ու ցանքատարածքները։ Ընձյուղը, որը պետք է արդեն ջարդել է։ 9000 քառակուսի մետր հողատարածքի վրա հացահատիկ է ցանել մեր զրուցակիցը, տանջվել է ամիսներով, վնաս կրել մեկ գիշերում։ Ինքն անձամբ չգիտի վնասի չափը, սպասում է մասնագետների ուսումնասիրությանը։ Հասկերի հատվածը ցույց տամ։ Այս ամբողջությամբ ինքը ջարդել է հիմնականը այստեղից որ պետք է արդեն հասկը դուրս գա, ինքը արդեն կոտրել է։ Հեսա պետք է նկարուի, որ ցույց տվա ինչ վիճակի է։ Բախներս բերել է, ասում են լոռեցիները, այս տարվա կարկուտն ավելի մանր էր։ Նախորդ տարիներին վնասի չափն անհամեմատելի մեծ էր։ Գյուղացու վնասը պետությունը չի փոխհատուցում, պետությունից հույսները կտրած, գյուղացիներն ապահովագրել են իրենց բերքը։ Ապահովագրական ընկերությունն էլ խոստացել է մի քանի օրում փոխհատուցում տրամադրի։ Սակայն կարկուտից հետո քննարկումների կենտրոնում այլ թեմա է։ Պետությունն արդյոք պաշտպանում է գյուղացուն հնարավոր վնասներից։ Մենք լրիվ ձևով 50%-ը մեր արածնա, 50-ն էլ Աստծո կողմից է գյուղատնտեսությունը։ Թող պետական բոլոր այրերը իրենց գործը նորմալ կատարեն 100%-ով մեր լավ պետություն, ուժեղ պետություն կունենանք։ Ըստ մասնագետների հնարավոր վնասից պաշտպանվելու ձևերից մեկը հակակարկտակայանների գործարկումն է։ Օրինակ Ալավերդու գյուղերից մեկում հակակարկտակայանը վերջին կարկուտի ժամանակ չի գործարկվել, բայց գործարկվեց մեր նկարահանման պահին։ Լոռու մարզում օրերս կարկուտ է տեղացել, ոչնչացնելով ու փչացնելով գյուղացու 1 տարվա աշխատանքն ու քրտինքը։ Այս պահին էլ այս մարզի Լեջան գյուղում ենք, որտեղ եւս կարկուտ է տեղացել եւ վնասել գյուղացիներից որոշների հացահատիկը, որոնք տնկել էին ամիսներ առաջ։ Այս պահին իմ թիկունքում Լեջան գյուղի հակակարկտակայանն է, որը կարկուտի ժամանակ չի գործել ըստ գյուղապետի անսարքության պատճառով։ Այս գյուղում եւս 4 հակակարկտակայան կան, դրանք եւս չեն գործել նորից անսարքության պատճառով։ Ըստ գյուղապետի հակակարկտակայանների գողություններ են տեղի ունենում։ 2019-ից 2020 թվականներին կառավարության աջակցությամբ հակակարկտային կայաններ տեղադրվեցին Հայաստանի տարբեր մարզերում։ 2021 թվականից սկսեցին նույն կառավարության որոշմամբ դրանք ապամոնտաժել։ Ըստ կառավարության կայաններն արդյունավետ չէին, իսկ այդ ոչ արդյունավետ կայանների համար պետությունն արդեն ներդրում էր կատարել։ Հիմա հաշված կայաններ կան մի քանի մարզերում։ Ուժեղ կարկուտը պաշտպանելու միջոց կա 2017-18 թվականին մենք պիլոտը պատրաստել ենք, արդեն կիրառել ենք, արդյունավետությունը բավականին մեծ էր ու դրանից հետո սրանք չեն շարունակել։ Էկոնոմիկայի նախարարությունն ասում է, իրենք հակակարկտային ցանցային համակարգ են ներդրել, իսկ կայանների ապամոնտաժումը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է։
ՏԿ-ից էլ հորդորում են համենքներին դիմել։ Ինչ վերաբերվում է կարկտապաշտպան ցանցերով փոխարինելը, բացարձակ մեկը մյուսի հետ կապ ունենք անով, որ երկուսն է կարկտապաշտպան են, բայց կարկտապաշտպան ցանցերը հիմնականում կարողանում են կիրառել այգիներում, հատապտղանոցներում ու փոքր տարածքներում, իսկ մնացած դաշտերում, բանջարեղեն, բանջար, բոստան, հացահատիկ, սորեն եւ այլն, այդտեղ բացարձակ ցանցը գործ չունի։ Սակայն մինչ գերատեսչությունները բաժանում են պատասխանատվությունը, գյուղացիները հաշվում են վնասները։ Միաժամանակ մասնագետներն են կանխատեսում համակարգի խափանման կամ բացակայության հետևանքով գյուղատնտեսության վնասները։ Ես այդպես էլ չհասկացա ինչու են հակակարկտային կայանները հանել ու ապա մոնտաժում ու բոլոր տեղերն այտենց։ Այս տարից իրան կարելի ասել շատ քիչ է լինելու եւ ցրտարարության գործոնի հետ կապված եւ կարկտահարության եւ գերխոնավության։ Հայաստանում հակակարկտային համակարգերը լայնորեն սկսել են տեղադրվել 2000-ականների վերջին եւ հատկապես 2010-ականներին։ Օգտագործվել են հիմնականում Zenit եւ Zenit Turbo տիպի կայաններ։ Միայն Լոռու մարզում դեռ 2008 թվականին հայտարարվել է շուրջ 15 հակակարկտային կայան տեղադրելու ծրագրի մասին, իսկ արդեն 15 թվականի տվյալներով մարզի տարբեր բնակավայրերում աշխատել է 23 կայան։ Սակայն այժմ հարց է առաջանում այդ կայաններից քանիսն են իրականում պահպանվել, քանիսն են աշխատունակ եւ արդյոք տարիներ առաջ ստեղծված համակարգն այսօր տեխնիկապես սպասարկվում է։ Կարկուտի դեմ 100% պաշտպանիչ ոչինչ չկա, բայց այդ հակակարկտային կայանները էլի ահագին դրական ազդեցություն ունեն մեզ, հատկապես այդ Կարփի ու Հանավանի շրջաններում, տարբեր տեղեր ու հետաքրքիրն է 19 թվին երկրի վարչապետը իր բերնով է փաստելա, երբ որ գնացել էր Արմասի այգիներ խաղողի։ Ու հիմա եթե իր փաստացի, քան որ նա ինչ ասում է անմա ճիշտ հակառակը, նույնն էլ էս դեպքում է։ Միջազգային փորձը ցույց է տալիս հակակարկտային համակարգերն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ գործում են որպես միասնական ցանց։ Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Չինաստանում կիրառվող մոդելներում կարևոր դեր ունեն ոչ միայն կայանների քանակը, այլ նաեւ դրանց միջև կապը, ռադարային վերահսկումը եւ արագ արձագանքը։ Մասնագետները նշում են 1 կամ 2 առանձին կայան ունենալը բավարար չէ։ Եթե ցանցի մի հատվածը չի աշխատում, ամբողջ պաշտպանական համակարգի արդյունավետությունն են գնում։ Մինչդեռ Հայաստանում տարիների ընթացքում համակարգը հաճախ ձևավորվել է հատվածաբար։ Մի համայնքում մի քանի կայան, մյուսում ոչ մեկը։ Ավելին 2021 թվականից հետո պետությունը փաստացի դադարեցրել է հակակարկտային կայանների տեղադրման համաֆինանսավորումը, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնելու պատճառաբանությամբ։ Սդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում տեղի կունենա մայիսի 22-ին, 6-օրյայի դեպքում 23-ին։ 2025-2026 ուսումնական տարում 9-րդ դասարանը կավարտի 39119 աշակերտ, իսկ 12-րդ դասարանը 22205 աշակերտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում, ABC լուրերը կրկին եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։